ԱՄՆ նախագահը շարունակում է իրարամերժ հայտարարություններով, սպառնալիքներ հնչեցնելով եւ հաջորդ օրը դրանք վերանայելով զարմացնել բոլորին։ Երեկ Դավոսում նա ասել է, որ հրաժարվում է Գրենլանդիայի խնդրում Սպիտակ տան պահանջները մերժող 8 եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերը ավելացնելու պահանջից։ Նա ասել է, թե ՆԱՏՕ-ի հետ հիմա քննարկում է Արկտիկան պաշտպանելու ապագա պայմանագիրը եւ դա ընձեռել է հետագա սրացումները կանխելու հնարավորություն։ Գրենլանդիայի կարևորությունը ըստ Թրամփի նախևառաջ պայմանավորված է անվտանգությունը խթանելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով Գրենլանդիայի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են ընթանում ոսկե գմբեթ հրթիռային պաշտպանության ծրագրի առնչությամբ։ Դա բազմաշերտ պաշտպանական համակարգ է, որը թույլ կտա առաջին անգամ ամերիկյան զենք տեղակայել տիեզերքում։ Դրա գինը $175 միլիարդ է։ Ըստ Թրամփի Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության եւ Արկտիկայի տարածաշրջանում Ռուսաստանից ու Չինաստանից բխող սպառնալիքներին դիմակայելու համար։ Ընդ որում, ըստ նախագահի, առաջին շահառուն հյուսիսային հարևան Կանադան կլինի։ All we want from Denmark for national and international security. Մենք Դանիայից ուզում ենք միայն այս հողը, որի վրա կառուցելու ենք ամենամեծ ոսկե գմբեթը եւ հեռու ենք պահելու մեր շատ եռանդուն եւ ագրեսիվ հնարավոր թշնամիներին։ Ոսկե գմբեթը պաշտպանելու է Կանադան։ Իդեպ Կանադան մեզանից շատ անվճար բաներ է ստանում։ Նրանք նույնպես պետք է շնորհակալ լինեն, բայց ոչ։ Ես երեք տեսա ձեր վարչապետին։ Նա բնավ երախտապարտ մարդու տպավորություն չթողեց, բայց կանադացիները պետք է շնորհակալ լինեն։ Կանադան ապրում է Նահանգների շնորհիվ։ Հիշեք դա վարչապետ Մարկ Քարնի հաջորդ անգամ հայտարարություններ անելիս։ Canada lives because of the United States. Remember that, Mark, the next time you make your statements. Իր երեկվա մեկնաբանություններում Թրամփը մի քանի անգամ Գրենլանդիայի փոխարեն ասել է Իսլանդիա։ Նա Գրենլանդիան սառույցի կտոր է անվանել։ When I told them about Iceland, they loved me. But now what I'm asking for is a piece of ice. Հիմա այն ինչ խնդրում եմ, սառույցի մի կտոր է։ Սառը շատ վատ տեղում գտնվող կտոր, որը կարող է կենսական դեր խաղալ աշխարհի խաղաղության եւ աշխարհի պաշտպանության գործում։ Սա շատ փոքր պահանջ է, համեմատած այն ամենի հետ, ինչ մենք տվել ենք նրանց շատ տասնամյակներ շարունակ։ Compared to what we have given them for many decades. Դավոսում Թրամփը Եվրոպային փաստորեն ասել է. մենք ուզում ենք սառույցի մի կտոր աշխարհի պաշտպանության համար։ Կարող եք ասել այո եւ մենք երախտապարտ կլինենք, կամ կարող եք ասել ոչ եւ մենք կհիշենք։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շատ զգուշավոր լավատեսությամբ է խոսել Թրամփի հետ քննարկման մասին։ Մարկ Ռյուտեն նկատել է տվել, որ ԱՄՆ նախագահը եւ եվրոպացի լիդերները կարևորում են համագործակցությունը Արկտիկայի շրջանում։ We have a good agreement to really start working on these issues and that means Մենք երկուսս էլ համաձայնության ենք եկել այն հարցում, թե ինչ կարող է ՆԱՏՕ-ն անել ամբողջ Արկտիկայի տարածաշրջանի, այդ թվում Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու համար։ to make sure that we protect that important part of the world and of NATO territory. Դե իսկ բուն Գրենլանդիայում շատերին վիրավորել են կղզին Իսլանդիայի հետ շփոթելու եւ այն սառույցի կտորի հետ համեմատելու փաստերը։ Այդ մասին ասել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի բնակիչ Ջոնի Հեդերմանը։ I think it's a little bit disappointing that he Հիասթափեցնող է այն, որ նա Գրենլանդիան եւ նրա ժողովրդին համեմատում է սառույցի կտորի հետ։ Դա վիրավորական է։ Ice Cube. I think that's a little bit, assaulting. Դանիայում էլ են հետևում Թրամփի մեկնաբանություններին։ Փոլ Բյորն Ստրանդը վրդովված է։ First of all, I don't really trust anything Mr. Trump is saying. Նախ ես չեմ վստահում պարոն Թրամփի ասացներին։ Կարծում եմ, որ նրա ասացների պատճառն այն է, որ նրան Նյու Յորքի փաստաբաններն են մեծացրել եւ սովորեցրել են, որ երբ հրում ես մարդկանց, նրանք սկսում են շարժվել։ Եթե տեղից չեն շարժվում, ավելի ուժեղ ես հրում։ They move. If they don't, you push them more. Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը վերստին հայտարարել է, որ իր երկիրը բացառում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության թեմայի քննարկումը։